Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխքաղաքապետ, հարգելի գործընկերներ եւ ազնիվ շատ կգտնվեն ոչ հարգելի գործընկերներ։ Մի քանի բաների պետք է արձագանքեմ։ Պարոն Թորոսյան, ձեր քաղաքական կշիռը չի հերիքի հանրապետություն կուսակցությանը խորհուրդներ տալու համար, հենց որ եկեք այդ քաղաքական մասը թող բացակայի ձեր մոտից։ Պարոն Սուքիասյանը ասում է հավերժ իշխանություն չեք լինելու։ Ընդունում եմ, իհարկե, պարոն Սուքիասյան, հավերժ իշխանություններ չեն լինելու, բայց այս ընտրությունները հունիսի 7-ի մի բանի մասին է, որ հավերժ մերժվի ձեր քաղաքականությամբ զբաղվելու էջը։ Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին պարոն Սուքիասյանի ասածներին ըմբռնումով մոտենալ, որովհետև այդ մարդուն մի քանի ամիս առաջ երևի թե հիշում եք, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին ասել էին, որ այս ամեն ինչի վերջը գալու է, ու տենց էլ չեկավ։ Հետո պարոն Սուքիասյանը նաև պետքա շատ աշխատի իր վրա, որովհետև 3 կուսակցություն կա, այդ մարդը պիտի հասցնի այդ 3 կուսակցության բուկլետները բաժանի։ Հենց որ եկեք ըմբռնումով մոտենանք։ Ոնց որ թե Մայր Հայաստանի պարոն Քոչարյան սուս մնացեք, հանգարց էլ տար չխոսակ իմ ժամանակ։ Հանգարց տար չարտասանեք ելույթի ժամանակ։ Տար ելույթը չխնդրում եմ լռություն։ Ձեռդ իջացրել է։ Այդ ձեռդ իջացրել սուս նստի տեղդ։ Լռություն։ Ուրեմն սուս նստի տեղդ։ Այդ լռություն դալիճում ժողովուրդ։ Սուս նստի տեղդ։ Եթե ասես Պարոն Քոչարյան, դուք ստանում եք նկատողություն։ Մի րոպե լռություն, մի րոպե։ Պարոն Քոչարյան, դուք ստանում եք նկատողություն։ Շարունակեք։ Ձեր ժամանակը պահեք։ Ուրեմն եթե հակադարձելու բան ունեք, կգաք ստեից կհակադարձեք, տեղից էլ բան չլսեմ։ Պարոն Քոչարյան, կարող է դուք լավ չեք հասկանում ինչ եմ ասում։ Պարոն Քոչարյան, ստանում եք երկրորդ նկատողությունը եւ ձայնի իրավունքից զրկում, եթե գրանցված եք։ Պարոն Քոչարյանը զրկվում է ձայնի իրավունքից, շարունակեք։ Ուրեմն կարծես թե Թևանյանական Քոչարյանի ցուցակի ավականիները ստեղ չեն, բայց էլի անդրադառնանք այն ինչին խոսել են, անցած անգամ ավականու անդամներից մեկը ասում էր մեզ սիրում են, ուզում եմ հասկանամ այդ մեզ որ ասում էր ում նկատի ունի, իրեն թե Ռոբերտ Քոչարյանին, որովհետև Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմ են նկարել, վերնագիրն էլ դրել են ինչպես որ կամ։ Հիմա այդ ֆիլմի չեմ նայել, չեմ էլ նայելու ճիշտն ասած, բայց այդ ֆիլմի ճիշտ սցենարն եմ էլի իմ կարծիքով գրել։ Ինչպես որ կա, էլի խաբել ու ատել է, չէ՞, ժողովրդին։ Էլի Հայաստանը իր հայրենիքը չի, հոկտեմբերի 27-ի պատասխանատուն է եղել, ու որ ասում եք Ռոբերտ Քոչարյան, այս նկարը միշտ մարդկանց աչքի առաջ է գալիս։ Ապրիլի 12-ին կրակել է պետականության վրա ժողովրդյան այդ մարդը։ Պողոս Պողոսյանը մահացել է պրիվետ ռոբ արտահայտության համար։ Մարտի 1-ին արդեն սովոր է եղել կրակելուն եւ նորից կրակել է ժողովրդի վրա։ Ու որ ասում եք Ռոբերտ Քոչարյան, այս նկարը եւ sense բազմաթիվ նկարներ մարդկանց աչքի առաջ են գալիս։ Այս պետությունը այնքան է ատել, այս մարդկանց էլ հետո է ժողովրդին, որ ինչ կա չկա գույք պարտքի դիմաց նվիրել է Ռուսաստանին։ Հետո իշխանություն չի ունեցել, սկսել է առանց դրա նվիրել Ռուսաստանին։ Այն ինչ որ ասում եմ, հավաքական առումով դուք եք, իր անունն եմ տալիս, բայց հավաքական առումով դուք եք։ Հայր մերը չգիտի, բայց մոմ է վառում։ Չի խաչակնքվում, բայց եկեղեցի է գնում։ Ասում է կռելու եմ, բայց չկռում է։ 44-օրյա պատերազմից է խոսում, հետո այն ինչ որ տեղի է ունենում Արցախում, ասում է ուրախ եմ դրա համար, ուզում եմ այդ ամեն ինչը Հայաստանում էլ լինի։ Ու Հայաստանը միութենական պետության մաս կազմելը առնվազն չի բացառում։ Ուրեմն քոչարյանական տեխնացուներ կան, այս նկարներն էլ եմ բերել, որոնք կնայեք նոյեմբերի 9-ին, երբ որ մեր տղաները դեռ պատերազմի դաշտում էին, իրանք զբաղված են եղել շենքեր շինություններ գրավելով։ Այս ավականու ձեր անդամն է։ Այս Ռոբերտ Քոչարյանի 4-րդ համարն է, այդ նույն շենքում է եղել։ Ինչ եմ այս ամեն ինչը ասում, հարգելիներս, որտեղ կա այս ամեն ինչի նաև հակառակ կողմը։ Օրինակ մեր ցուցակում կան մարդիկ, որոնք այդ ժամանակ, երբ որ դուք շենք եք գրավում, իրանք պատերազմի դաշտում են եղել։ Օրինակ Ռոմիկ Մխիթարյանը, Դավիթ Եղիկյանը, Վազգեն Հովսեփյանը, այդ մարդիկ մեր ցուցակում են, իրանք պատերազմի դաշտում են, երբ որ դուք
գրավել եք շենքեր։ Արամ Սարգսյանը, մեր կուսակցության ղեկավարը, շարունակում է Վազգեն Սարգսյանի գործը։ Իմ ընկերները եւ ես պայքարում ենք Հայաստանի երեխաների ապագայի համար։ Սա ավարտում եմ։ Սրա մեջտեղում էլ ժողովուրդն է, ժողովուրդ ջան, իրականում, որովհետև ժողովուրդը պետքա որոշում կայացնի ինչ է ուզում։ Այդ որ ասում ենք գուբերնիա ու դուք ցնցումների մեջ եք եղել, ցնցումների մեջ եք ընկնում, ընդունում եմ, լավա գոնե այդ մասով ձեր վրա վերցնում եք, բայց ձեր բառերով ասած ինչ անենք, պալիտ եք եղել ժողովուրդ ջան։ Եվ այս ընտրությունը գիտեք իրականում ինչի մասին է լինելու, այո, լինելու է անկախության եւ գուբերնիայի մասին, ժողովուրդ ջան։ Դուք այս երկրի սիրտը հանողներն եք, մենք էլ այս երկրի սիրտը պահողներն ենք։ Այս ընտրությունը լինելու է Վազգենին ամեն օր սպանողների ու Վազգենին կենթանացնողների մասին։ Այնց որ սկսվում է մի ամիս, այդ մի ամսում փորձեք ժողովրդին համոզել, թե ով եք դուք, չնայած ժողովուրդը տեսել է, եւ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա, որ ռուսաստանցի միլիարդատերը Ռոբերտ Քոչարյանը եւ Տապանում տեղակայված տարատեսակ անձինք պայքարում են Հայաստանը գուբերնիայի վերածելու համար եւ դրա հակառակ կողմում են մարդիկ են, ովքեր պահելու են Հայաստանի սիրտը ու անկախությունը։ Շնորհակալություն։ Արմեն Մկրտչյան